Ողջույն բոլորիդ, այսօր մեր դասը 5-րդն է, սկսնակ չափահասների համար կանցնենք 10 և 11 էջերին։ Ինչպես հիշում եք, նախորդ ուրեմն դասերին անցանք տարբեր տևողության, երկու տարբեր տևողության նոտաներ, հա, դրանք էին օրինակ 1/4 և 2/4, 1/4 և կես, և նաև անցանք C position, այսինքն դո դիրքը աջ ձեռքում։ Իսկ այսօր այն անցնելու ենք ձախ ձեռքում, հա, և սովորելու ենք արդեն բասի բանալին։ Նախորդում անցել էինք արդեն սոլի բանալին աջ ձեռքի համար, իսկ այսօր ձախ ձեռքի համար։ Գնացինք առաջ։ Տրված է left hand C position, այսինքն ձախ ձեռք, հա, այդ դո դիրքի մասին է խոսքը։ Place the left hand on the keyboard, հա, տեսեք մեր left hand-ը, keyboard, so that the fifth finger falls on the C below on the left of middle C. Տեսեք, ասում է ձեր ձեռքը, ձախ ձեռքը այնպես տեղադրեք այս տեղնաշարի վրա, որպեսզի 5-րդ այս մատը ընկնի ուրեմն կենտրոնի C-ի, հա, C-ից մի դիրք ներքև, դեպի ձախ, տեսնում եք, այսպես դրված է, տեղադրել է, 5-րդ մատը ընկել է այս մի դիրք ներքև, որը անվանում ենք մեկ օկտավ ներքև, օկտավա ներքև։ Let the remaining fingers fall naturally on the next four white keys, հա, և այդ օրինակ remaining, հա, the other fingers, այսինքն թող եթե դնում եք արդեն 5-րդ մատը այդ C-ի վրա, մնացածը արդեն ընկնում են իրանց տեղերը, թող այդ մնացած 4-ը արդեն ընկնեն հաջորդաբար այդ սպիտակ ստեղների վրա, ոնց որ աջ ձեռքում էր։ Keep the fingers curved and relaxed, այստեղ էլ ասում է արդեն դեր մատները պահեք կոր և relax, այսինքն շատ հանգիստ, թեթև, հանգիստ։ Notes for this position are written on the bass staff, տեսակ, այստեղ արդեն bass staff-ի մասին է խոսքը, ցածր հնչողության, օրինակ բանալի մասին է խոսքը, հնգագծի մասին, այնտեղ treble, հա, staff-ներ, բարձր հնչողության, իսկ այստեղ ինչպես տեսնում ենք գնում ենք դեպի ձախ, դա նշանակում է, որ սա ցածր հնչողության բանալի է կոչվում, ինչ է գրած այստեղ, the bass staff also has 5 lines and 4 spaces, նույնությամբ ասում է նաև բասի բանալին, որը կոչվում է նաև ֆայի բանալի, հա, F, դա նույնպես ասում է ունի 5 գիծ, բաղկացած է 5 գծերից և 4 տարածությունից, այդ գծերի մեջի տարածությունից, այո, և the C played by 5 is written on the second space of the staff, ասում է այս դոն, տեսնում ենք, հա, տեսեք, այս դոն արդեն այստեղ գրվում է երկրորդ և երրորդ գծերի մեջը, իսկ ինչպես հիշում եք արդեն սոլի բանալիում մեր դոն, հա, այստեղ կենտրոնի գտնվում էր օժանդակ գծի վրա, հա, այդ ավել ադիտ, հա, այդ գծի վրա, իսկ այստեղ արդեն գտնվում է երկրորդ և երրորդ գծերի մեջտեղը, հետո արդեն կբացատրեմ ինչու, and each next higher note is written on the next higher line or space, այսինքն ասում է արդեն ամեն մի բարձրացող, հա, այդ բարձրացող, այստեղ որ գնում է, այստեղից տեսից բարձրանում է վերև, հա, ստեղից իջնում է, իսկ այստեղից որ բարձրանում է վերև, արդեն այդ հնչյուններն գրվում են բարձր տողերի կամ տարածության մեջ, սա էր ասվում, այստեղ ինչ է ասվում, left hand warm up, հա, warm up արդեն իմացանք ինչի մասին է, նախորդ դասերից, սա արդեն նախավարժանքներն են այդ Endspiel opening-ն, հա, ուրեմն տեսեք, սա արդեն ձախ ձեռքի համար է այս վարժանքները, ինչպես տեսնում եք արդեն բանալի նշանից, հա, որ սա ցածր հնչյունների համար է տրված, play the following warm up, say the name of each note aloud as you play, հետևեք այս վարժանքներին և ասեք նրանց անունները,
հա, երբ որ նվագում ենք, պետք է անունները արդեն նշենք, հա։ Տեսեք, այստեղ համարակալված է, պետք է մենք մեր սեյ դիրքը հիմա կենտրոնից մեկ դիրք կիջնենք ներքև, հա, ձախ ձեռքով, եւ այս դիրքը, երբ որ ունենանք արդեն, տեսեք 5, 4, 3, 2, 1, հա, այստեղ պետք է արդեն տեղադրենք մեկ օկտավ ներքև։ Ու այստեղ արդեն նվագելու ժամանակ, հիմա ես կնվագեմ, հետո արդեն ստեղների վրա ցույց կտամ, արդեն կնշեմ այս անունները, սկզբից այլընտրանքային անունները հիմա կնշեմ, հետո արդեն այդ լատինամերիկյան տառերը։ Ու ասում է repeat until you can play smoothly and evenly։ Այսինքն այնքան ժամանակ արդեն կրկնեք, մինչև որ կարողանաք սահուն եւ հավասարաչափ նվագել։ Ես հիմա օրինակ կտեղադրեմ իմ դո դիրքը։ Տեսեք, արդեն 5, 4, 3, 2, 1 արդեն եւ այս դո դիրքից արդեն ինչ է անելու։ Տեսեք, արդեն առաջին մատն է, ուրեմն սա ընկնում է սոլի վրա, հա, այդ G-ի վրա։ Այդտեղից արդեն ինչ է լինելու, իջնելու է ներքև։ Արդեն իջնելու է ներքև, տեսեք, էս է լինելու։ Այսինքն առաջին մատը էստեղ է։ Հիմա ասում է sol fa mi re do sol fa mi re do։ Տեսեք, հիմա կրկնվեց, չէ՞, երկու անգամ նույնը կրկնվեց։ Հիմա այստեղ կասեմ 1 2 3 4 5 1 2 3 4 5։ Հիմա տառերով G F E D C G F E D C։ Տեսանք, սա առաջինն էր։ Հիմա երկրորդը արդեն 5-րդ մատից պետք է բարձրանանք վերև, տեսեք։ 5-րդ մատից արդեն բարձրանում ենք վերև, այստեղ։ Էլի դիրքը ներքև, օկտավ ներքև կենտրոնից, ու երկու անգամ նույնը պետք է կրկնենք։ Do re mi fa sol do re mi fa sol։ Եվ արդեն ասենք, եկեք արդեն համարներով էլ ասենք 5, 4, 3, 2, 1, 5, 4, 3, 2, 1 և այստեղ արդեն ասենք C, D, E, F, G, C, D, E, F, G։ Հաջորդը երրորդ տողին անցանք, էլի տեսնում եք բանալի նշանը ուշադիր եղեք, որ արդեն ցածր հնչողության համար է, ու էլի մեկ առաջին մատով, տեսեք ինչ է լինում, 1, 2, 3, 4, 5 և 5-ը կրկնում ենք ու 5, 4, 3, 2, 1, տեսակ չէ, սկզբից իջավ, հետո բարձրացավ, տեսեք, այսպես իջավ, հետո նորից բարձրացավ, հիմա, այսինքն սկսում ենք առաջին մատը սոլի վրա, sol, fa, mi, re, do, do, re, mi, fa, sol, 1, 2, 3, 4, 5, 5, 4, 3, 2, 1 և G, F, E, D, C, C, D, E, F, G։ Տեսակ, տեն ես նախավարժանքը արեցինք, հիմա այստեղ ասում է when notes are below the middle line of the staff, the stems usually point up։ Այսինքն, այդ stems-ը դա վերաբերվում է այս գծիկներին, հա, այս պոչիկներին, այդ շտիլի ասվածը, ոնց որ ստենգոս, էլի, այս պոչիկները, ասում է, եթե օրինակ այս երրորդ գիծը, այս մեջտեղի երրորդ հնգագծի, հա, այս երրորդը համարվում է մեջտեղի գիծը։ Եվ որ այս նոտաները գրվում են այդ դրանից ցածր, այդ երրորդից ցածր, ինչ է լինում, ասում է այդ գծիկները արդեն ինչ անում, վերև է ցույց տալիս։ Տեսեք, ասում է point up, այսինքն այս գծիկները տեսնում եք վերևում, որ ցածր, այսինքն հնչողությունները, ինչի համար է դա, հեսա կասեմ, ասում է when notes are on or above the middle line, the stems usually point down։ Այսինքն, եթե հիմա արդեն այդ մեջտեղի գծի վրա, հա, մեջտեղի գծի վրա կամ արդեն վերև է բարձանում, above, արդեն ինչ է լինում, այդ ցողունները ցույց է տալիս ներքև, տեսեք, ներքև, ինչի համար է դա արվում, որ իրար չխանգարեն, հիմա եթե օրինակ սա բարձանում է, ու այս գծիկը վերև դրվի, պատկերացնում եք, իրար կխանգարեն նոտաները, դրա համար սա կանոն է, որպեսզի այդ մեջտեղի գիծը,
Տեսնում եք, արդեն մեջտեղի վրա որ գտնվում է կամ բարձանում է վերև, արդեն այդ ցողունները, հա, այդ մյուզիկալնի ստեբլի, հա, ոնց որ ցույց է տալիս ավելի ներքև։ Այդի արդեն շատ կարևոր է, որ իմանանք, հետագայում արդեն նորից կբացատրեմ։ Սա արդեն 10-րդ էջի մասին էր, հիմա կանցնենք արդեն 11-րդ էջին։ Այստեղ գտնվում ենք արդեն 11-րդ էջում, խոսքը գնում է the whole note, հա, սա արդեն մեր երկար նոտան է, տևողության նոտան է համարվում, այսինքն կոչվում է cello նոտը, հա, արդեն ինքը ոնց որ համարվում է 4 ամբողջական նոտա, հա, ինչպես 4 քառորդն է այստեղ, հա, համարվում, ոնց որ 4 կվարց մատ։ Հիմա, այսինքն այստեղ ասում է a very long note, շատ երկար նոտա է համարվում արդեն, երկար տևողություն, count հաշիվը, եւ այստեղ էլ ասում է 1 2 3 4, 1 2 3 4, 1 2 3 4, раз, два, три, четыре, հա, whole note hold down, այսինքն ասում է ամբողջ նոտան սեղմած պահել, հա, удерживайте целую ноту, hele note in խդրուկ houden, սրա մասն է խոսքը, եւ այստեղ հիմա ասում է clap or tap the following rhythm, clap once for each note counting aloud, ասում է clap tap-ը գիտեք արդեն, կամ ծափահարում ենք կամ տկտկացնում ենք այս ռիթմը հետեւյալ, եւ ասում է clap once, մեկ անգամ, ուրեմն խփում ենք, ամեն մի նոտայի ժամանակ մեկ անգամ պետք է հարվածենք եւ բարձր հաշվենք։ Գնացինք, տեսեք, տակտիկը ծեր արդեն գիտենք։ 1 2 3 4, 1 2 3 4, 1 2 3 4, 1 2 3 4, տեսեք, սա արդեն 4-ին համարժեք տևողություն է, 4 վայրկյան, 1 2 3 4, տեսնում եք, 4 վայրկյան, 1 վայրկյան, 2 3 4, 1 2 3 4, այսինքն այստեղ արդեն 2 վայրկյանի չափով հաշվեցինք, եւ մեկ անգամ հարվածեցինք եւ հաշվեցինք 2, ինքը արդեն իր մեջ 2 հարված է կրում։ Ինչպես հասկացանք, սրանք մեկական, հա, 1 քառորդներն էին, իսկ սա 2 քառորդն է, որ համարվում է նաև կես, իսկ սա արդեն 4 քառորդն է, ամբողջական այդ նոտան է, որը համարվում է 4։ Հիմա ինչ եղավ, օրինակ 2 1 1, դա նույնն է, ինչ որպես արդեն կեսը, չէ՞։ 1 գումարած 1 հավասար է 2։ 2 գումարած 2 հավասար է 4։ Հա, այսպես։ Հիմա մենք արդեն նախորդ դասից անցանք, հեսա հիմա նորից կբացատրեմ կարճ, ինչպես նախորդ դասում անցանք, որ ինչպես էինք այդ break-ները, հա, ոնց էինք մենք այդ fraction-ները անցնում, այդ կոտորակային հաշվարկները, հա, որ ասված drop-ի։ Հիմա ես նորից ես կարճ կբացատրեմ, որն է ամբողջը։ Տեսեք, մենք ինչ արեցինք անցած անգամ, այսպես մի գիծ գծեցինք, սա մեր սրոն է, ու այստեղ արդեն ինչ ասացինք, որ սա օրինակ մեր ամբողջ, հա, նոտան է, տևողությունն է, որն է համարժեք 4 4-ի, հա, եւ ինչ ենք անում, սա կիսում ենք օրինակ, որ սա կիսեցինք, ինչ եղավ, այստեղ եղավ արդեն 2 քառորդ, որը նաև համարժեք է կեսի, սա, ու այստեղ նոտան տեսնում եք տևողությունը, սա էլ ունի իր տևողությունը, ահա, խնդրեմ, սա արդեն կես նոտան է համարվում, 2 քառորդը, չէ, հիմա եթե մենք արդեն կիսում ենք, բա որտեղ են գտնվում այդ քառորդ նոտաները, իհարկե քառորդ նոտաների համար պետք է սա 4 մասի բաժանել, ինչ ենք անում, հա, այսի կեսը, սրա կեսը արդեն այստեղ գտնվում է 2 հատ քառորդ, այս 2 հատ քառորդը արդեն գտնվում է այստեղ, հա, ոնց որ արդեն ասում ենք այստեղ 1 քառորդ և այստեղ էլ ենք կիսում, այստեղ էլ 1 քառորդը այստեղ է, խնդրեմ, 1 2, տեսակ, այստեղ արդեն մենք ասում ենք ինչ,
ոնց որ էսը համարվում է արդեն մեր իսկ սա արդեն հեսա բացատրեմ, որ ավելի հասկանալի լինի։ Նայեք, տեսեք, եթե սա համարվում է 1/4-ը, սա 2-ը, սա էլ համարվելու է հետո կսովորենք արդեն մեր 3-րդը, հա։ Ոնց որ սովորել ենք, օրինակ, ասենք թե վերցնենք 1 կիլոմետրը, հա, որ դա 1000 ինքը մետրն է, նա ինչ արեցինք, թե 1 մետր վերցրեցինք, լավ, կարևոր չէ, 1000 մետրը բաժանում ենք, օրինակ 1000 մետրը կեսը, որն է 500 մետրն է, չէ, այդ 500-ն էլ, հետո արդեն, որ կիսում ենք, ինչ է լինում, 250 արդեն մետր, հա, իսկ այստեղ արդեն հաջորդը գալիս է 750-ը, տեսեք, սա արդեն 250, 250, 250, 4 անգամ 250 ինչ անում 1000, հիմա սա այդ ամբողջականն էր, մենք սա հետո կսովորենք իհարկե, սա արդեն 3-րդ քառորդն է այս ամբողջականի, հիմա շատ կարևոր էր այդ semi-wave-ն էր, հա, որ ասեցինք, crotchet, հա, հետո սա minimն էր համարվում և սա համարվում է արդեն semi-wave և այդ անվանումից գալիս է ու շատ հեշտ է լինում հաշվարկը, երբ որ արդեն անցնենք արդեն մենք այս կես նոտան, ոչ թե կես նոտա, այլ 8-րդ նոտա, հա, այն ժամանակ ես ցույց կտամ, թե այստեղ, հա, որտեղ է գտնվում այս 1/8 նոտան, որ շատ հեշտ է, մենք միշտ պատկերացրել ենք, որ շատ բարդ է, բայց բարդ չէ, սա ընդամենը մանրանում է, հա, ավելի ինչ է անում, խտանում է, ավելի փոքրանում է, արագանում է ռիթմը, և սա արդեն ձեզ ցույց կտամ, երբ որ արդեն անցնենք այս տևողության նոտա, սա արդեն սրա կեսն է համարվում, հա, այսքան արդեն ոնց որ այդ կոտորակային, հա, հաշվարկներով, որ մենք իմանանք, թե ոնց ենք ամբողջական նոտան, հա, այս ամբողջը բաժանում, հա, սա նույնը արդեն ես ցույց տվեցի ժամացույցի սլաքներով, հա, որ ասենք ժամը 60 րոպեն ինչ արեցինք, բաժանեցինք 4 մասի, այսինքն 4-ը հատ 15 րոպեի բաժանեցինք և արդեն հասկացանք առաջին օրինակ այդ սլաքի ուղղությամբ որ գնում ես, դա համարում էր առաջի քառորդը, երկրորդ քառորդը, երրորդը և չորրորդը և սա էլ նույն այս դիրքը ունի, տեսեք, սա այս մասով, հիմա անցնենք առաջ, արդեն հասկացանք, որ ամբողջական նոտան որն է, գնացինք առաջ, այստեղ ինչ է տրված, արդեն հիմա կնվագենք մի փոքր ստեղծագործություն, այսի կոչվում է orally, հա, orally, սա մի հայտնի ստեղծագործություն է, որը, տեսեք, this melody was made into a popular song, Love Me Tender, sung by Elvis Presley. Elvis Presley-ին երևի արդեն գիտեք այս երաժշտությունը, որ հիմա պետք է նվագենք, ինքը հայտնի երգիչ է եղել, ասենք 20-րդ դարի այդ հայտնի երգիչներից է եղել, որը Elvis Presley երևի լսել եք իր մասին, ինքը այդ pop music, հա, rock and roll-ի աստղներից է եղել ու շատ հայտնի, հիմա ինքը այս popular երգը, որը կոչվում է orally, այսինքն Love Me Tender, այսինքն նշանակում է ինձ սիրիր քնքույժ, հա, այս երգը հայտնի գրել է 1958 թվականին է ինքը գրել այս երգը ու շատ հայտնի է եղել, պոպուլյար է եղել, արդեն գիտենք ինչ ենք նվագելու ու այստեղ արդեն տեսեք clap or tap the rhythm counting aloud ասում է, այստեղ գիտենք արդեն որ ծափ պետք է տանք այս ռիթմը և հաշվենք բարձր սկզբից և ասում է play and sing or say the finger numbers, հետո արդեն պետք է թվենք մեր այս համարները, հա, ուրեմն fingers number, մատների համարները, հետո play and count, և պետք է նվագենք և ինչ անենք, հաշվենք, play and sing or say the note names, արդեն պետք է նվագել և երգել կամ ասել նոտաների անունները, գնացինք առաջ, այստեղ ուզում եմ մի քիչ որ ծանոթացնեմ օրինակ ինչ է սա ասվում, հա, երգի բառերի հետ, ասում է as the blackbird in the spring, հա, neath the willow tree sat and piped, I heard him singing
orally, հա, այսքան ինչ է ուզում ասի, այս ասում է, երբ որ այս սև թռչունի մասին է ասում, հա, հայերեն ոնց որ ինքը սարյակն է, հա, այդ սևը, ոնց որ mirror, էլի, երևի կիմանաք սարյակ, իսկ ռուսերենով չգիտեմ, ոնց որ դրոզդ էր, երևի չորնի դրոզդի մասին է խոսքը, հա, ինքը ասում է գարնանը, հա, գարնանը, ուրեմն ուռենու ծառի տակ այս յանի the willow tree, willow-ն արդեն դա ուռենի ծառն է, հա, պատիվ է, էլի, հետո ասում է այդտեղ նստած էր եւ ինչ էր անում այս pipe-ն է դե ոնց է string, հա, string էր նվագում, հա, այդ ոնց են ասում ռուսերենով ուտչկա են երևի ասում, չգիտեմ, թե դուդչկա, հա, դուդչկա էր նվագում եւ ասում է ես լսեցի այդ երգը, որ երգում էր orally-ին իմացանք, չէ, այս love me tender, այսինքն դրա մասին է խոսքը, այսինքն շատ գեղեցիկ սիրային ոնց որ երգ է, էլի ինքը նվագել ու երգել orally, այսինքն սիրիր ինձ քնքույշ, ահա, այս երգի մասին է, հա, խոսքը, հիմա մենք արդեն կնվագենք, որ հետո էլ երգեմ, արդեն իմանանք ինչի մասին է խոսքը, ահա, այսպես հադրեմ, հեսա, այստեղ պետք է ցույց տամ, որտեղ ցախ ձեռքով էլի դիրքը դնում եմ, տեսեք, դիրքը արդեն գիտենք, չէ, որ պետքա դոից, հա, այդ կենտրոնից մի դիրք ներքև, մի օկտավա ներքև, 5-րդ, տեսնում եք, արդեն այստեղ 5-րդ մատն է, եկեք սկզբից արդեն դե մատները ասենք, թվենք, հա, հետո արդեն այլընտրանքային, հետո արդեն տառերով կամ կերկենք, տեսեք, հիմա բաժանված է, տեսեք, 4, տեսնում եք, այս չափերը, ուշադիր լինենք, առաջի տողը մի անգամից կնվագեմ 8 տողներ, հա, այստեղ ասում եմ, տեսեք, 5, 2, 3, 2, 1, 4, 1, երկար, հա, հետո 2, 3, 4, 3, 2, 3, 4, տեսակ 4 չափով պահվեց, հիմա անցանք նորից, 5, 2, 3, 2, 1, 4, 1, 2, 3, 4, 3, 2, 4 անգամ, օրինակ մի անգամ հարվածեցինք, 4 անգամ, սա ավելի երկար նոտա էր համարվում, իսկ հիմա, եկեք արդեն այլընտրանքային անվանումներով, հա, դո, ֆա, մի, ֆա, սոլ, ռե, սոլ, ֆա, մի, ռե, մի, ֆա, դո, ֆա, մի, ֆա, սոլ, ռե, սոլ, ֆա, մի, ռե, մի, ֆա, տեսակ, հիմա արդեն փորձում եք նաև այդ ամերիկյան, լատինաամերիկյան տառերով արդեն, օրինակ C, F, E, F, G, D, G, F, E, D, E, F, C, F, E, F, G, D, G, F, E, D, E, F, okay? Սա էլ է, հիմա արդեն այստեղ կարող եք օրինակ երգել, ասում է ask the blackbird in the spring near the willow tree and sad and piped I heard him singing orally տեսեք, սիրուն գարնանային ինչ-որ in the spring, գարնան մասին, սիրային ինչ-որ երաժշտության մասին, սա և սա կարող եք դուք ինքներդ էլ լսել, Elvis Presley, դա 20-րդ դարի այդ աստղն է համարվում, հա, pop, ուրեմն rock մյուզիկների, հա, երաժշտության աստղն է համարվում, բոլորը շատերը գիտեն իր մասին, էլի, սա արդեն 11-րդ դասի համար էր, հիմա ես տեղների վրա ձեզ ցույց կտամ, թե ոնց նվագեցի այս ամենը, համ 10-րդ էջը, համ 11-րդ էջը։
Տեսեք, սա մեր կենտրոններ, հա, նշումը կա։ Ու այս դիրքից մեկ դիրք ներքև, սա ցախ ձեռքում է արդեն, տեսեք, ցախ ձեռքում ենք արդեն գտնվում, մեր դիրքը գիտենք արդեն։ 10-րդ էջում ինչ էր ասում, մեկից պետք է սկսենք արդեն, եթե օրինակ դոից գալիս ես, ընկնում է բութ մատը արդեն սոլի վրա է ընկնում, տեսակ։ Ուրեմն առաջին մատը սկսվում է առաջին մատից ու գնում ենք դեպի ցախ։ Սա առաջի տողն էր։ Հիմա երկրորդ տողը գնում ենք վերև, հետո նոր երկու անգամ կրկնում ենք։ Okay, սա արդեն հավասարաչափ պետք է նվագել։ Հիմա երրորդ տողը արդեն տեսեք։ Ինչ եղավ, 5-րդ մատը կրկնվեց։ Հիմա արդեն անցնենք օրինակ 11-րդ էջին, այդ երաժշտությունը, հա, ինչպես էր արդեն նվագում, տեսեք, 5-րդ այլի մեր դիրքը ունենք, ու այսպես էր։ Տեսակ, արդեն այսօր սովորեցինք 3 տևողության նոտաներ ընդհանուր վերցրած, սրանք շատ կարևոր են, սրանք ոնց որ համարվում է արդեն հիմնական, հա, տևողությունները, որ պետքա շատ լավ իմանալ։ Այսինքն մենք 1/4, 2/4 եւ 4/4 տևողության նոտաները արդեն սովորեցինք, թե ինչ չափով են նրանք չափվում։ Սա էլ այսօրվա դասի համար խնդրում եմ արդեն մնացեք ինձ հետ եւ հաջորդ դասերը ավելի հետաքրքիր են լինելու։ Դուք կարողանալու եք արդեն փոքր-ինչ ստեղծագործություններ նվագել տարբեր կոմպոզիտորներից, ինչն է նաեւ երգիչներ, լավ երգիչների հետ կծանոթացնեմ եւ երգերի հետ։ Այսքանն էր այսօրվա համար, կհանդիպենք արդեն հաջորդ դասին։